Ռուսական ուժերը մահացու հարվածներ են հասցրել ուկրաինական բնակավայրերին։ Ծանր գիշեր է եղել հատկապես Օդեսայում և Դնեպրում։ Դնեպրում 1 մարդ է մահացել ռուսական անօդաչուի հարվածից։ Մարզպետը նաև 18 վիրավորի մասին է հայտնել։ 5 երեխաներ են։ Օդեսայում դրոնների գրոհ է եղել բնակելի շենքերի, դպրոցի ու մանկապարտեզի վրա։ Մարզպետը հայտնում է, որ վիրավորներ կան, այդ թվում 11 տարեկան երեխա։ Գիշերային հարձակումներից վիրավորների մասին են հայտնում նաև Զապորոժիեի և Խերսոնի իշխանությունները։ Օդային հարվածների ազդանշաններ են միացել նաև Կիևում, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ռուսաստանն էլ անմասն չի մնացել հարձակումներից։ Ուկրաինայի օդուժը մի քանի տասնյակ դրոններով հարձակվել է Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի վրա։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ՀՕՊ-ը 50 անօդաչու թռչող սարք է խոցել։ Մարտերի ինտենսիվությունը պահպանվում է նաև ցամաքում։ Դաշնության զինուժը Կուչերով Յարի, Նովի Դոնբասի շրջաններում ուկրաինական ուժերի ոչնչացման մասին է հայտնել։ Նաև բարելավել են դիրքերը Դոնեցկի, Բելիցկոյեի համար մղվող մարտերում։ Ռուսական կողմը նաև պնդում է, թե ուկրաինական զորքի կորուստները միայն մարտադաշտում չեն։ ՌԻԱ Նովոստին հղում անելով Ռուսաստանի անվտանգության մարմիններին գրում է, որ աշխարհին նոր համաճարակով սպառնացող հանտավիրուսը լայնորեն տարածվել է Սումի, Խարկովի, Լվովի մարզերում տեղակայված ուկրաինացի զինվորների շրջանում։ Մարդկանց կրծողների միջոցով փոխանցվող վիրուսը ոչ թե թերի սանիտարական պայմանների, այլ ռազմաճակատի այդ հատվածում ուկրաինացի զինվորների թուլացած իմունային համակարգի պատճառով է տարածվում։ Ըստ Ռուսաստանի անվտանգության մարմինների հայտնել է ուկրաինացի մի բժիշկ։ Պաշտոնական Կիևը Ուկրաինայի զինուժի շրջանում հանտավիրուսի տարածման մասին չի հաղորդում։ Ուկրինֆորմ պետական լրատվական գործակալությունը այդ լուրերը մերձկրեմլյան լրատվամիջոցների տեղեկատվական պատերազմ է անվանում։ Մարիամ Ամերջանյան, Էլենյա Հինյան, Հայլուր։